Հիմա այդ պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ բռնապետներ էին։ Սովորաբար, որպես կանոն, ժողովրդավար երկրներ երբեմն նույնիսկ ունենում են նաև հակասություններ, հակամարտություններ, բայց դա պատերազմի չի հասնում։ Ժողովրդավարության կարևորությունը նաև դա է։ Հիմա ինչու են սրանք փորձում են նախ այնքան են իրենց մոտ հիմնավորել իրենց համար, որ գիտեք, մենք հաղթեցինք, մենք ֆաշիզմը կործանեցինք, դուք ֆաշիզմը կործանեցիք ավելի որպես մեկ այլ որակի ֆաշիստներ ձեզ դրսևորեցիք տեր դառնալով արևելյան Եվրոպային։ Այս հարցում ես երբեք չեմ կարողանում նույնիսկ ընկալումով վերաբերել Եվրոպայի դիրքորոշմանը։ Չերչիլը միակ, իսկապես միակ արդարամիտ մարդն էր այդ փուլում, երբ ասում էր, որ մենք Հիտլերին ջախջախեցինք, բայց ոչ նրա համար, որ սովետական միությանը տանք Լեհաստան, Հունգարիա, Չեխոսլովակիա, այն ժամանակ միասնական Ռումին եւ այլն։ Ուրեմն երբ դուք ասում եք, ես միանգամից հիշեցի Ալիևի նույն բաները, թե Հայաստանում նժդեհին ֆաշիզմը եւ այլն, դա հետաքրքրականն է, որ բռնապետները փորձում են հակա բռնապետական ժողովրդավարական կեցվածք ընդունել։